Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այո, երեք կրկին շատ դժբախտ պատահար ունենք զինված ուժերում, զոհ կրկին Մեղրի զորամասում, եւ որից հետո վարչապետը ազգային ժողովում հայտարարում է, որ Պապիկյանը եւ Ասրյանը ամեն ինչ անում են, որպեսզի բանակը բարելավեն, իրենք մեղավոր չեն, կլինեն այլ պաշտոնատար անձանց ազատումներ։ Ասեմ, որ ձուկը գլխից է հոտում, մի նախարար, որը չի տիրապետում զինված ուժերի կառուցվածքին, գիտելիքներին չի տիրապետում եւ ոչինչ տեղյակ չի զինված ուժերից, նա միայն տառապում է, ոնց նշանակվել է պաշտպանության նախարար, իր բանուգործը թողած միայն ճշտի, ով հետանկերություն անում, ով մարդն է, ով զանգում եւ իրան պետք է նշանակեին բամբազ բյուրոյի պետ կամ այն բազարնի բաբաների խմբի պետք է նշանակեին։ Ասրյանը ընդհանրապես իր տեղում չի, մի շտաբի պետ, որ գնա դիրքեր եւ ասի փամփուշտն ունենք, բայց զենքը չունենք, մի բան ունենք, բայց մյուսը չունենք, դրանից ինչ շտաբի պետ։ Անձանց են նշանակում զորամասի հրամանատարներ, որոնք անգամ գումարտակի հրամանատարի պաշտոնում իրենց չեն արդարացրել։ Այդ անձանցից ինչ պետք է ուզեն զորամաս, ամբողջ զորամասում կարելի է ասել գողական վարքեր են մցրել, ոչ մեկ զինվորի կողքին չի լինում, ոչ մի սպա իր գործը չի անում, իր ծառայությունը չի անում, դրա համար էլ ունենք այս, ինչը ունենք։ Եվ ամենածանրը, որ պետք է 2 րոպե հետո արդեն Պապիկյանին պաշտոնից ազատեն, որոշել են, որ ռազմական ոստիկանության վարչության պետին դրան վաղուց պետք է հանեին գցեն դուրս, բայց քանի որ ինքը Քոչարյան Անդոն իր կրոսնի պացեցներ, դրա համար պահում են։ Եվ հիմա որոշել են, որ նաև ինչ-որ խոսք կա, որ Մեղրի ռազմական ոստիկանության պետին են հանելու, դրանով ոչինչ չի փոխվելու։ Մինչև Պապիկյանին իր բանակից թռած տեղակալներին չհանեն, մինչև շտաբի պետին իր ոչ կոմպետենտ տեղակալներին չհանեն, այս բանակը բանակ չի լինի։ Ես նաև երեկել եմ շեշտել դրա մասին։ Բանակից թռածները, բանակում չծառայածները զինված ուժերում գործ չունեն։ Իդեպ ասեմ, որ երբ Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարն էր, նույնպես ինքը ներկայացրել էր, որպեսզի ռազմական ոստիկանության պետին հանեն իր անգործունեության համար, որ այնտեղ մենակ ինքը իրան զգում էր, թե իր հորտնից է այդ աթոռը բերել, բայց սակայն վարչապետը չթողեց։ Հիմա ինչը կպավ իրենց, որպեսզի ժողովուրդը չմբոստանա, ժողովուրդը ձայն չբարձրացնի, որոշեցին, որ Կայզով Ատուշենյանն են ռազմականի պետին, լավ են արել, կյանքը բումերանգ է, ոնց ինքն է վարվել մարդկանց հետ, տենց էլ իր հետ պետք է վարվեն, հակառակ Այսճանա զրկելով պետք է անեն, բայց դրա հետ մեկտեղ նաև պետք է ՑՎԿ-ի պետին պաշտոնազուրկ անեն, որ մինչև այսօր ունենալով առողջական խնդիրներ, Զաքարյան Աշոտը ոնց է ղեկավարել այդ կառույցը։ Մեկ ուրիշը, որ մի թեթև խնդիր է ունենում, առողջական վիճակից ելնելով արձակում են պայստազոր, բա ինքը ունենալով բավականին լուրջ խնդիր, ոնց է առ այսօր ինքը ղեկավարել այդ կառույցը եւ սարքել իր հոր դուքյանը։ Իդեպ ասեմ, մի օր իմ եթերներից մեկում ասել եմ, ընենց են հանելու քեզ շպրտեն պաշտոնից դուրս, որ դու չկարողանաս անգամ նախքին գործիդ լինես, ռեստորաններում երգես, ռեստորանում ճանաչված Դոլե Վարավսկայի երգող եղել ժամանակին մի ռուբլիով։ Եվ էսա, հիմա որոշել են նաև, ասում են զամպալիտների վարչության պետին են հանելու։ Զամպալիտների վարչության պետի տեղակալը Պետրոսյան Հայկ Կոչեցյալը, ճանաչված ՔՊԱ-ական է, սաղորը ձեզ է PR-ում, իր գործը թողած։ Եվ ինչ կապ ունի վարչության պետերը, նախարարիդ հանի, որ այդ բանակը հանգստանա։ Ընկել է նախարար Կոչեցյալը, քանի օր է մեր կուսակցություն ահա զանգեր ենք ստանում, որ որոշել է ճշտի ընտանիքների քաղաքացիությունը, թե ում ընտանիքում ով ինչ քաղաքացիություն ունի, դա քեզ ինչ վերաբերվող հարց է, որ դու ճշտես, մարդկանց ընտանիքներում ամուսինը, թե կինը, թե երեխեքը որտեղի քաղաքացի են։ Իդեպ ասեմ, ձեր ՔՊԱ-ական են Եղոյաններ, ինչ էր մի քանի օր առաջ ազգային ժողովում ասեց, որ Ալավերդին, Տաշիրը, Ստեփանավանը Հայաստանում չեն եղել, իրենք Հայաստանի հողեր չեն եղել, բայց դեպքում Պապիկյան Կոչեցյալ, դու որ երկրի քաղաքացի ես, այն որ Ադրբեջանի քաղաքացի կլնես, էդի հստակ, որ թուրք ես, էդ էլ հստակ, բայց մնացածը, որ այդ քո ծննդավայրը հայկական հող չի եղել, բայց դեպքում դու որտեղի քաղաքացի ես։ Դրա համար ասում, առաջինը իրեն պետք է հանեն, շպրտեն բանակից դուրս։
սարքելա նույնպես ոստիկանության պետի պես սարքելա իր հոր դուքյանը, ում ուզում է նշանակում է, ում ուզում է հանում է, ոստիկանությունից ինչքան դուրս պրծած կար, կադրերի գծով փոխնախարարը բերեց զինված ուժերը համալրեց, դրա համար էլ բանակը էս վիճակում է։ Զինկոմները նայում մեզ, յա ոստիկանությունից են եկած, յա դատախազությունից դուրս շպրտված են եկել են զինկոմ են նշանակվել, դրա համար է բանակը էս պետք է լինի, կոծկում են յուրաքանչյուր գործ։ Երեկվա դրությամբ ըստ օդում կախված լուրերի, արդյոք դա ճիշտ է թե ոչ, ես ուղղակի ասում եմ թող իրավապահ մարմինները ճշտեն, ասում են ռազմական ոստիկանության քրեական պետը խաղամոլ է ճանաչված եւ եղբայրն է օպերատիվ ծառայության ինչ-որ պետի տեղակալ է, ասում են, ես չգիտեմ, սա ասում են, որպեսզի ճշտեն եւ դրա համար իր գործը թողած ընկել է իր խաղամոլությամբ է զբաղված եղել, դրա համար է սենց անընդհատ ինքնասպանություն, ծեծկրտուկ եւ այլն բանակում միջև Պապիկյանին, Ասրյանին, իր տեղակալներին չհանեն, առավել եւս որ Ասրյանը ունի Ղարաբաղցի տեղակալ 50 կոչեցյալը, որ իրանց Արցախը հանձնելուց հետո եկան Պապիկյանի գիրկը թռան, միջև դրանց չհանեն, մեր բանակը բանակ չի դառնա։ Ինչպես ասում է մեր առաջնորդը Կարապետյանը, բոլորը շիստյորկեք են, իսկ շիստյորկեքին օգտագործում են եւ հետո հանում շպրտում են դուրս։ Լինելու էր այն, ինչը եղավ ռազմական ոստիկանության պետի հետ։ Երեկ էլ նեցի մորուքով մամլո խոսնակը խոսում է բանակից թռածը, որ ասում է հիմա բանակն ավելի լավ վիճակում է, քան նախկինում, տո դու ով ես, որ ասես նախկին բանակ քննադատես, դու նախկին բանակ ես տեսել, որ քննադատես, եւ ով է քեզ թույլ տվել, առավոտը Պապիկյանը դեմդ ոսկորա շպրտում ես չափսերի, եւ ըստ դրա դու խոսում ես, ով ես դու, որ նախկին բանակ քննադատես, եթե հիմիկվա բանակը լավ է, այս զոհերով, այդ զոհերը ցանկանում եմ յուրաքանչյուր ԿՊԱ-կանի տուն փոքրից մինչև վերջ, եթե հիմա բանակը լավ է, ամեն օր հլի ինչքան է կոծկում են, ինչքան է չեն բացահայտում, թե ինչեր է լինում զինված ուժերում, եթե ես մեր բոլոր երեխեքը ովքեր զոհվում են, սարքում են ինքնասպան, դուրս է գալու մեր երեխեքը հիվանդ են, գիժ են, ինչ են, որ հենց գնում են բանակ ինքնասպան են լինում, բայց եթե գիժն է դեպքում խեք զորակոչում զինված ուժեր, եթե չէ ինչ եք սարքում ինքնասպան, երեկվա դեպքը հեսա կասեն էլի ինքնասպանություն է եղել, թող հլը տեսնեմ ինչ են ասում, մենք մեր վարկածներն ունենք, մենք մեր ինֆորմացիան ունենք, ինչ է կատարվել այդ զորամասում, ես իմ մյուս եթերի մեջ կբարձրաձայնեմ, Պապիկյան, հազիվ ընգնես, թե ով իմ հետ կապ ունի, ով այն զանգում, ով այն հետ հանդիպում, այս սենց ավելի բետար օրերի ես ասում, դեպ մի քիչ հումորային ասեմ, ով ինձ վատություն անում կամ չարվորակուռուցքով հիվանդանում է կամ այսինքն կազոլատուշինյա պես հանում գցում են դուրս։ Հաջորդը քնիչ Խաչատրյան Արտուրն է, Զակաշիկի թանեցին, հաջորդը քեզ են հանելու։ Իդեպ թող մի հատ իրավապահները անընդհատ ես դա բարձրաձայնել եմ, թող անդրադառնան, իր որդին ոնց է մշտապես ազատվել զինված ուժերից եւ հիմա մեքենա է վարում, եթե Պապիկյանն ասում է ով բանակից ազատվել է, պետքա վարորդական իրավունք չտանք, բա քո Խաչատրյան Արտուր քնիչի տղու հրամանը, որ ստորագրել ես, մշտապես ազատել ես բանակից, որը շինց ու գործ կարող է, որից մեկին վրա է կարել էր, որը կարճվեց այդ գործը, Աշոտ Զաքարյանի հրահանգով գործ էր կարե վրաս, որը կարճվել է, բայց դու չես հարցնում, բայց քո տղեն, որ մշտապես ազատվել է բանակից, այդ ինչ հիվանդություն պետք է ունենա, որ վերջնական ազատվի, միանգամից զինգրքույկ տակ եւ հիմա մեքենա վարի, ինչը ձեր շիստյորկեքն են, ձեր զակազ կատարողներն են, իրենց երեխեքին կարելի է, բայց ինչը որ սենց նորմալ երեխա են կարող է հիվանդություն են ազատվում, իրենք պետք է վարորդական իրավունքներ չունենան։